Աշխարհաքաղաքական փոփոխվող պայմաններում հայոց թագավոր Արտավազդ II-ին սպասվում էին մեծ փորձություններ։ Եվ խնդրեմ, առաջին փորձությունը երկար չի սպասեցնում։ Նրա գահակալության երկրորդ տարում, Քրիստոս առաջ 54 թվականին, հռոմեական եռապետության ներկայացուցիչներից Մարկոս Կրասոսը գալիս է իբրև Սիրիա պրովինցիայի կուսակալ եւ միևնույն ժամանակ ստանում է հռոմեական սենատից կարևոր արտոնություն, սկսելու պատերազմ Պարթևստանի դեմ։ Սա իհարկե լուրջ խնդիր է դառնում մեծ փորձություն հայոց թագավորի համար։ Արտաշատի պայմանագրի սկզբունքներին հղում կատարելով նա հրավիրում է Արտավազդին քննարկելու Պարթևստանի դեմ պատերազմի նախագիծը։ Այստեղ Արտավազդը առաջարկում է, որ պետք չէ գնալ ուղիղ ասորիքի տարածքից Եփրատ գետն անցնելով ուղիղ մխրճվել այդտեղի կիսաանապատային գոտիները, որտեղ ուղղակի պարթևական այրուձին բացարձակ առավելության էր հասնելու հռոմեական լեգիոնների նկատմամբ։ Արտավազդն առաջարկում էր, որ հայկական տարածքներով, Հայաստանի հարավային լեռնոտ հատվածներով, հայկական Տավրոսի լեռնաշխթայի երկայնքով արշավեն հռոմեական զորքերը եւ հյուսիսից հետո հարված հասնեն Պարթևստանին։ Այս դեպքում նրանց լեգիոններն ավելի անվտանգ կլինեին եւ Պարթևստանի նկատմամբ առավելության հասնելու հնարավորություններն ավելի մեծ։ Բայց Կրասոսը շտապում էր արագ հասնելու հաջողության եւ նա գնահատեց այս քայլը իբրև Արտավազդի կողմից ավելորդ զգուշավորություն, նույնիսկ երբ Արտավազդը հրաժարվեց այդ դեպքում օգնել նրան, դա անվանեց դավաճանություն եւ հայտարարեց, որ դեռ Արտավազդը պատասխան կտա այդ գործողության համար։ Իսկ հայոց արքան մինչև 40,000 մարտիկ պատրաստ էր տրամադրել Կրասոսին այդ արշավանքին մասնակցելու համար։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։